Անցնող 3 օրերը գինառատ էին Երևանում։ Արդեն 4-րդ տարին Սուրբ Հարության տոնին ընթառաջ Seasons այգում անցկացվում է Զատիկ գինու փառատոն, որ հայկական ընտանիքներում սեղանները բացվեն մայր հողում աճեցված խաղողի գինով։ Փառատոնը նախաձեռնած Հայաստանի գինիներ ասոցիացիան այս տարի այցելուներին տեղում գինի ճաշակելու հնարավորություն էր տվել։ Ավելացրել ենք բաժակով գինու վաճառք, համտես վաճառք, որպեսզի մեր սպառողները, մեր այցելուները հնարավորություն ունենան նոր բացահայտումներ անելու, նոր գինիներ փորձելու եւ իրենց հետ շշով տուն տանելու։ Գինու արտադրության զարգացմանը զուգահեռ վերջին տարիներին վերածնունդ է ապրում նաև գինեխմության մշակույթը։ Գինեգործներն ասում են, տարեց տարի ոչ միայն այցելուների թիվն է շատանում, այլև գինու պատմությանն ու պատրաստմանը վերաբերվող հարցերը։ Մեր համար հնարավորություն է սպառողին բացատրել, որ պետք չի այդքան խիստ լինել գինի խմելու երևույթին, այլ ընդհանրապես պետք է ուղղակի խմել գինիներ, տարբեր գինիներ, որ գինին ձեզ դուր է գալիս, որը համով է, ուրեմն այդ գինին լավն է։ Առաջինը տալիս է ճանաչում հայկական շուկայում, գինու արվեստի, գինու մշակույթի ճանաչումը, որպես գինու գործարան, որպես արտադրող, որպես մշակույթ ներկայացնող, հա, որը ուղիղ կապ ունի Զատիկի տոնի հետ ու լավագույն խորհուրդն է փոխանցում այս փառատոնի շրջանակներում։ Նման փառատոնների առավելությունն այն է, որ սպառողը կարողանում է գնել իր սիրելի արտադրանքը հենց պատրաստողից։ Իլյան Սոչիից է եկել հայկական գինիների սիրահարը։ Մեզ կարմիր չոր գինիներն են դուր գալիս, դրա համար այստեղ ենք, շատ ենք հավանում, մինչև Հայաստան գալը նշանակություն չէինք տալիս, որտեղի գինի է, բայց այսուհետև ուշադրություն կդարձնենք, որ այն անպայման հայկական լինի։ Գինեգործության զարգացումը զբոսաշրջիկների նոր հոսք է բերում Հայաստան, ասում են արտադրամասի դռներն այցելուների առջև բացած գինեգործարանից։ Եթե գինեսեր են, առաջինը հետաքրքրվում են գինով, գինեգործությամբ, բայց եթե անգամ գինեսեր չեն, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր ներկայացման ու մատուցման շնորհիվ իրենք սկսեն գնահատել եւ սիրել գինին ավելի շատ։ Իսկ թե որտեղ է ծագել հայկական գինեգործությունը, զարգացման ինչ ճանապարհ անցել, ներկայացվում է Արենի 1 քարայրի տաղավարում, ցուցադրվում գրքեր հայկական խաղողի ու գինու մշակույթի թեմաներով։ Ամբողջ աշխարհից ունենում ենք շատ տուրիստական խմբեր եւ սիրով լսում եւ ներկայացնում ենք մենք, թե հայկական գինիները ինչ պատմություն ունեն եւ ինչ ակունքներ։ Ցուցահանդեսին զատկական թեմաներով ձևավորված մոմեր, սպասք ու այլ զարդարանքներ եւս կան։ Հեղինակային այս շարֆերով հանրահռչակել են հայ նկարչի գործերը։ Մենք տպագրում ենք վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի կտավների պատկերներով շարֆեր, մենք նույնիսկ ստորագրությունը չենք ջնջում, այսինքն այնպիսի տպավորություն է, որ կտավ շարֆեր են սրանք։ Իսկ Impact Hub Երևանի տաղավարում ներկայացված են Գյումրու մասնաճյուղի Գրելապ սոցիալական ձեռներեցության աշխատանքները։ Համայնքի ժողովրդին սովորեցնում ենք տարբեր ստեղծագործ աշխատանքներ եւ այսօր այդ աշխատանքները բերել ենք ներկայացնելու, իրականում հենց առաջին այսպես ասած կոլեկցիան Զատիկին նվիրված է։ Դե իսկ այս անկյունում երեխաները թեմատիկ նկարներ են նկարում, ձվեր ներկում։ Ծաղկանուշ Միրզոյան, Արման Թովմասյան, լուրեր։